Երիկամներին սպառնացող 8 գործոն։ Երիկամները մեր օրգանիզմի բնական զտիչներն են։ Օրվա ընթացքում արյուն են մղում մաքրելով այն տոքսիններից։ Երիկամների աշխատանքի արդյունքում բոլոր վնասակար նյութերն արտազատվում են մեզի միջոցով։ Բայց երբ այդ ֆիլտրերը մաշվում են, դրանք փոխարինել հնարավոր չէ, իսկ ինչու են երիկամները հրաժարվում գործել, որոնք են այն գործոնները, որոնք վնասակար ազդեցություն են ունենում երիկամների վրա։ Վատ սովորություններ, ծխախոտն ու ալկոհոլը 3-4 անգամ ավելացնում են երիկամների ծանրաբեռնվածությունը։ Ցանկը համալրվում է թմրամոլությամբ և նարգիլե ծխելով։ Համակարգչային կախվածությունն ի դեպ այս առումով էլ է վնասակար։ Մեկ դիրքում լինելը խանգարում է օրգանիզմում արյան շրջանառությանը։ Երիկամներին այս պայմաններում նորմալ գործելու համար արյան առատ պաշար է պահանջվում։ Սպիտակուցի չափից ավելի սպառում։ Բժիշկները խորհուրդ են տալիս երիկամային խնդիրներ ունեցողներին խուսափել սպիտակուցի չափից ավելի օգտագործումից։ Ըստ այդմ, որքան շատ սպիտակ միս եք ուտում, այնքան բարձր է դրա կոնցենտրացիան, իսկ դա նպաստում է աղերի նստվածքին ու երիկամներում քարերի առաջացմանը։ Ավելի նիհար դառնալու ցանկությամբ որոշ կանայք խմում են սպիտակուցային կոկտեյլներ, որն առանց ջանքի նիհարելու նորաձև միջոց է, բայց արտադրողները չեն զգուշացնում, որ նման կոկտեյլների ազդեցությունը արտաքինից թեև կարող է լինել դրական, բայց կործանարար է օրգանների համար։ Հոսող ջուր։ Երիկամները ջուր սիրում են, դա փաստ է։ Նրանց բնական օնգործունեության համար օրական 2-2.5 լիտր ջուր է պետք։ Կենարար հեղուկի պակասի դեպքում կրկին ավելանում է միզաթթվի կոնցենտրացիան օրգանիզմում, բայց պետք է խմել մաքուր, ֆիլտրված ջուր։ Դեղորայքային թերապիա։ Երիկամներին հարվածում են նաև հակաբիոտիկները, միզամուղները և ոչ ստերոիդային դեղամիջոցները։ Եթե դեղորայքային թերապիայի կուրս անցնելիս ցավ եք նկատում գոտկային հատվածում, դիմեք մասնագետի։ Բժիշկը կկարգավորի դեղաչափը կամ կընտրի անալոգներ, որոնք ավելի քիչ վնաս կհասցնեն ձեր առողջությանը։ Կան իրավիճակներ, երբ անհրաժեշտ է անընդհատ դեղեր ընդունել, օրինակ շաքարախտով տառապողների համար։ Այս դեպքում անհրաժեշտ է 6 ամիսը մեկ այցելել նեֆրոլոգի, ով զբաղվում է երիկամների հետ կապված խնդիրներով։ Մասնագետի հայեցողությամբ հիվանդին կարող է նշանակվել օժանդակ թերապիա։ Աշխատանքի վնասակար պայմաններ։ Մասնագետները, որոնց գործունեությունը կապված է քիմիական և հանքարդյունաբերական, մետալուրգիայի և տպագրության ոլորտի հետ, երիկամների հիվանդության ավելի մեծ վտանգի տակ են։ Աշխատանքային վնասակար պայմանները ստիպում են երիկամներին և լյարդին աշխատել եռակի ուժով։ Այս մարդիկ պետք է պարբերաբար պրոֆիլակտիկա անցնեն երիկամային հիվանդությունը կանխելու համար։ Ավելորդ աղեր օրգանիզմում։ Մարդուն օրական անհրաժեշտ է ընդամենը 4-ից 6 գրամ աղ, այսինքն 1 թեյի գդալ։ Սակայն եթե օրական նորման գերազանցեք, երիկամներում կարող է աղ կուտակվել։ Եթե միևնույն ժամանակ չընդունեք բավարար հեղուկ, ունենաք նյութափոխանակության խանգարում, միզուղիների խնդիրներ կամ ժառանգականություն։ Աղի առկայությունը ցույց է տալիս մեզի անալիզը։ Հիպոթերմիա։ Տաք պահիր քեզ, ասում են մեր մայրերը։ Այո, երիկամները չեն սիրում ջերմաստիճանի փոփոխություններ և հիպոթերմիան կարող է հանգեցնել երիկամների բորբոքման, պիելոնեֆրիտի։ Ուստի լսեք ձեր մայրերին և ձմռանը կարճ բաճկոններ մի կրեք։ Սուրճի մոլուցք, նաև թեյից կախվածություն, որովհետև կոֆեին հայտնաբերված է ոչ միայն սուրճի, այլև թեյի մեջ, իսկ դա վնասակար է, քանի որ ունի միզամուղ ազդեցություն։ Պարզ ասած, այն նպաստում է օրգանիզմի ջրազրկմանը և միզաթթվի ավելացմանը։ Եթե դուք չեք կարող ապրել առանց սուրճի և թեյի, հատկապես կանաչ թեյի, որն ավելի շատ կոֆեին է պարունակում, ապա մի մոռացեք պարբերաբար ջուր խմել։ Սա կօգնի պահպանել ջրի և աղի հավասարակշռությունը։ Որակյալ քունը նույնպես կարևոր է երիկամների առողջության համար։ Քնի խանգարումները հաճախ հանգեցնում են արյան բարձր ճնշման և զարկերակի խցանման, ինչն էլ հրահրում է երիկամների հիվանդություն։